Աբովյան քաղաքում երեկ երեկոյան կրակել սպանել են տասնյակ շների։ Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները եւ կենդանասերները այսօր Երևանում բողոքի ցույց էին կազմակերպել շների վնասազերծման անմարդկային վերաբերմունքի դեմ։ Նրանք հստակ պահանջ ունեն կառավարությունից։ Պահանջում ենք ընթանի կենդանիների պաշտպանության օրենք, որի համաձայն կարգելվի կենդանիների սպանդը ընդհանրապես։ Անգամ Ադրբեջանն ու Վրաստանն ունեն կենդանիների պաշտպանության օրենք։ Ժամանակն է, որ Հայաստանը դուրս գա կենդանիների հարցում նման հետամնաց վիճակից։ Կենդանասերների բողոքն ուղղված է ոչ միայն կառավարության, այլև Unigraph-X կազմակերպության դեմ, որը Երևանում 7-րդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում թափառող կենդանիների վնասազերծման մրցույթում։ Ըստ քաղաքացիների Unigraph-X-ը կիրառում է անթույլատրելի մեթոդներ շներին վնասազերծելու համար։ Հայտնի են դեպքեր, երբ կազմակերպության անդամները շներին թմրեցնող նյութեր են տվել, այնուհետև ողջ այրել։ Եթե մենք ունենում ենք ահազանգ, գնում ենք եւ կոնկրետ տեսնում ենք, որ կենդանին ագրեսիվ է, կենդանին վտանգ է ներկայացնում, մենք այդ կենդանուն մեր հաշվին տանում ենք կլինիկա եւ բժշկի թույլատվությամբ կենդանին նարկոզով քնեցվում է եւ դիակը վերացվում է։ Դադարեցնենք շների սպանդը։ Դադարեցնենք շների սպանդը։ Երևանը սպանդանոց չէ։ Երևանը սպանդանոց չէ։ Դադարեցնենք շների սպանդը։ Դադարեցնենք շների սպանդը։ Պահանջում ենք զրույց վարչապետի հետ։ Ես ինքս կսատկացնեմ այդ շանը։ Վարչապետի փոխարեն քաղաքացիների մոտ իջած Ալեքսանդր Ղազարյանը չպատասխանեց այն հարցին, թե ինչու է Unigraph-X կազմակերպությունը շարունակում զբաղվել թափառող կենդանիների վնասազերծմամբ։ Շների դաժան սպանությունների դեպքերից նա տեղեկացված չէր։